Թերևս դժվար է գտնել մի ընտանիք, որտեղ երբևէ հակասություններ չեն եղել։ Երբեմն դրանք ձգձգվում են, վերածվելով ընտանեկան ճգնաժամերի։ Հավաքելով վիճակագրական տվյալներ եւ հետազոտելով հազարավոր ամուսնական զույգերի, հոգեբանները մի շարք օրինաչափություններ են դուրս բերել։ Ընտանիքը, ինչպես մարդը, ունի իր տարիքը, եւ ինչպես մարդը տարբեր տարիքներում բախվում է տարբեր բնույթի ճգնաժամերի հետ։ Որպես կանոն, ամուսնալուծությունը չհաղթահարված ճգնաժամի հետևանք է։ Իսկ եթե զույգերը իրազեկված լինեն այն դժվարություններին, որոնք անխուսափելիորեն ծագելու են ընտանեկան կյանքի ընթացքում, կարող են խուսափել բաժանումից։ Օտար երկրի ղեկավարներից ամենաաղմկոտ ամուսնալուծության հեղինակը Նիկոլա Սարկոզին էր։ Դեղին մամուլը դեռ 2005-ին էր գրում, որ Սարկոզիի ամուսնական առագաստը սառցաբեկորի է բախվել։ Ամուսինները հարաբերություններ ունեին ընտանիքից դուրս։ Հանուն ընտրություններում Սարկոզիի հաղթանակի ամուսինները 2007-ին հայտարարեցին, որ միավորվել են։ Նախագահ դառնալուց հետո Սարկոզին պաշտոնապես ամուսնալուծվեց, իսկ 4 ամիս անց ամուսնացավ Կարլա Բրունիի հետ։ Սարկոզիի հետ համատեղ կյանքի մասին նախկին կինը մի առիթով ասել է. Ես Նիկոլային նվիրել եմ 20 տարի իմ կյանքից, 20 տարի, որոնք բոլորովին էլ հեշտ չեն անցել, 20 տարի ես ապրել եմ նրա ստվերում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամուսնալուծությունը ամենաանսպասելիներից էր։ Նախկին կնոջ Լյուդմիլայի հետ Պուտինը ապրել է 29 տարի։ Որպես բաժանման պատճառ զույգը նշել է Լյուդմիլա Պուտինայի հրապարակայնություն չսիրելը եւ այն, որ իրենք չափազանց քիչ ժամանակ ունեին միասին լինելու համար։ Մասնագետները նշում են, որ մեր իրականության մեջ էլ չափազանց շատ են հանդիպում ամուսնալուծությունները, որոնք տեղի են ունենում ամուսնու հաջողությունից եւ աճից անմիջապես հետո։ Շատ հաճախ լինում է այդ этаպի մեջ, երբ որ կինը ընկերոջ նման զինվորական ուսուսի նպաստում է ամուսնու բարձրացմանը իր կարիերայի մեջ։ Եվ գիտեք ոնց ամուսինը բարձրանում է եւ արդեն այդ կինը ոնց որ նա արդեն ուրիշ պահանջների տեր է եւ այդ կինը, որը իրեն օգնել է, նպաստել է բարձրանալու, նա արդեն իրեն այդ իր ստատուսի մեջ արդեն ոնց որ պետք է չլինի։ Հոգեբանի կարծիքով երևույթի պատճառն այն է, որ հասարակական կարծիքի համաձայն լավ կինը, լավ ճաշկեփողը, լվացողը, մաքրողը, երեխաներին դաստիարակողը հաճախ պարզապես ժամանակ չունի իրենով, իր արտաքինով կամ մասնագիտական աճով զբաղվելու համար։ Կնոջ գլխավոր նպատակը երեխաներին մեծացնելն է։ Իսկ 15 կամ 20 տարի անց, երբ երեխաներն արդեն անկախ են, ամուսինները հայտնաբերում են, որ համատեղ ապրելը այլևս իմաստ չունի։ Ամուսնաընտանեկան ճգնաժամի մեկ այլ փուլ է ամուսնության 5-ից 10-րդ տարին։ Այս փուլում ամուսնալուծվողները հոգեբանի խոսքով համերաշխ չեն եղել ի սկզբանե։ Լինում է այնպես, որ ուզում են բաժանվել արդեն 3-4 տարում, բայց ֆինանսապես կինը, քանի որ միշտ կախված է լինում, դե շատ հաճախ միշտ չէ, բայց շատ հաճախ կինն է կախված լինում, այդ ֆինանսական կախվածությունը չի թույլ տալիս, որ նա բաժանվի։ Ի վերջո, ընտանեկան ճգնաժամի տարիներ են ամուսնության առաջինից 3-րդ տարիները։ Այն ուղեկցվում է բուռն բախումներով, քանի որ զույգերը չեն հասցրել միմյանց լավ ճանաչել։ Երեխայի ծննդից հետո ամուսինները բախվում են ֆինանսական խնդիրների հետ։ Կինը տարվում է երեխայով եւ անուշադրության մատնում ամուսնուն։ Ընտանեկան հարաբերությունների կառուցման առաջին տարիներին կարևոր է նաեւ ամուսնական առագաստը օտար ազդեցությունից ապահովագրելը։ Հոգեբանը ամուսնությունը համեմատում է բանկի հետ։ Բայց բանկը պետք է լինի լավ ստուգված, այսինքն եթե ես ունեմ գումար, չէ, ես տանում եմ լավ բանկ, որ համ գումարս ապահով լինի, համ էլ ես մի քիչ տոկոս ունենամ, այսինքն ես պետք է ներդնողը լինեմ։ Վստահելի կողակցի ընտրություն, հանդուրժողականություն եւ երկկողմանի ներդրումներ հարաբերություններում։ Միայն այսպես է հնարավոր հաղթահարել ամուսնական ճգնաժամերը։ Խորհուրդ է տրվում նաեւ հիշել, ամուսնությունը մի կառույց է, որն ամեն օր պետք է վերակառուցել։ Աննա Ղավալյան, Միքայել Թումանյան, Armnews։